Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որպես կանոն օրենքի տարին համապատասխան ունենում է ուղիղ տեսակապ, ուղիղ հեռարձակում տեղամասային կենտրոններից, որը պետք է լինի անխափան, բայց որ համատարած կերպով տարբեր տեղամասային կենտրոններում, որոնք մի շարք այլ նպատակներով ծառայած կառույցներ են լինում, մենք հայտնաբերել ենք դիտորդական առաքելությունների ընթացքում այլ տեսախցիկներ, այնպես չէ, որ դրանք հատուկ դիտավորությամբ տեղադրված են լինում, կամ լինում է դեպքեր, որ անգամ անջատված են լինում, բայց սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև հատկապես համայնքներում, ոչ քաղաքային, մարդկանց շանտաժային տարրեր ենք ֆիքսել, արձանագրել, մեզ տեղեկացրել են, որ մարդկանց ասում են, որ այդ տեսախցիկներով վերահսկելու ենք ձեր ընտրությունը, այսինքն փորձում են միջամտություն իրականացնել եւ մարդու ընտրական իրավունքի գաղտնիությունը, մարդու ուղիղ անաչառ ազատ ընտրական իրավունքի վրա որոշակիորեն ներազդել։ Ես սա կուզեի կոչ լիներ Վաղարշապատ համայնքի մեր բնակիչներն ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոքի, որ որևէ մեկը տեղամասային կենտրոնում հնարավորություն չի ունենալու վերահսկելու ձեր ընտրությունը։ Մենք ներկայացված ենք լինելու բոլոր տեղամասերում, մենք վերահսկելու ենք կողմնակի տեսախցիկների առկայության հանգամանքը եւ որևէ կերպ իրենք չեն կարողանալու արձանագրել, թե դուք քվյախցի հետևում որ ուժի քվյաթերթիկն եք նախընտրելու։ Կրկնում եմ, ընտրական իրավունքի գաղտնիությունը երաշխավորված է, դա քրեորեն պատժելի արարք է ու անգամ եթե քաղաքացին ինքն իր ընտրությունն է բացահայտում, դա եւս պատժելի արարք է համարում։ Նախ տեղամասային կենտրոնում որևէ մեկը քարոզչություն իրականացնելու իրավունք չունի եւ տեղամասային կենտրոնից դուրս էլ որևէ մեկը քաղաքացիներին հորդորելու, ուղղորդելու իրավունք չունի։ Կարևորագույն ուղերձը կանում է նրանում, որ քաղաքացին պետք է գիտակցի, որ ինքն է իր քվեի տերը եւ եթե քաղաքացին նախ չի գնում տեղամասային կենտրոն իր քաղաքացիական պարտքը կատարելու եւ իր ընտրական քաղաքական իրավունքը իրացնելու, իր փոխարեն ընտրում է այն մարդը, ով գնացել է տեղամասային կենտրոն։ Սա կարևոր ուղերձ է, որը պետք է նաեւ նպաստի մեր քաղաքացիական հասարակության կայացմանը, որովհետեւ Երևանի ավականու ընտրությունները բավականին մտահոգիչ էին իրենց մասնակցելիության աննախադեպ ցածր թվով։ Դա եւս ուղերձ է հասարակությունից դաշտում գործող բոլոր քաղաքական ուժերին, որ կա վստահության նահանջ եւ մարդիկ ընդհանրապես, չունենալով այդ վստահությունը կամ նախասիրությունը որևէ քաղաքական ուժից, անկախ դրանք կլինեն ընդդիմադիր թե իշխանական, իրենք ուղղակիորեն բոյկոտում են ընտրությունները չգնալով տեղամասային կենտրոն